Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր իրավունքը քոնն է հաղորդաշարի հյուրն է աշխարհասփյուռ հայության դեսպան, իրական հայուհի, հայտնի բլոգեր Բելլա Բաբախանյանը։ Ողջույն Բելլա։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ այս ֆորմատով հարցազրույցի առաջարկը ընդունելու համար։ Խնդրեմ, շատ ուրախ եմ պատասխանել ձեր հարցերին։ Շուտով ուղիղ 1 տարին կլրանա մի քանի օրից այն դեպքից հետո, որ իմ հետ կատարվեց, ու սա առաջին իմ հարցազրույցն է, մինչև հիմա ոչ ոքի չեմ պատասխանել ոչ մի հարցերի, այսպես ասած։ Բելլա, խոսենք ձեր հանդեպ հարուցված քրեական գործի մասին, ինչպես եղավ, որ հայտնվեցիք անազատության մեջ։ Անազատության մեջ շատ անսպասելի ձևով հայտնվեցի, բլոգներ էի վարում Ադրբեջանը հայկական պլատֆորմայում, հատակում, պաշտպանելով իմ ազգի, իմ Հայաստանի իրավունքները, պատմությունը, մշակույթը, երաժշտությունը, ամեն ինչը մեջ։ Միգուցե բաժանորդագրված եք եղել ինչ-որ էջերի։ Ուրեմն դրա մասին ասեմ, որ քանի որ իրանք հիմք չունեին, ասենք դա հենց լուրջ հիմք չէր, որ ինձ կարողանային ձերբակալեին, ինձ միանգամից ես շատ գոռալով հարցեր էի տալիս, ով ա դիմում գրե, ինչ եք ինձ բռնեի, ձերբակալեի եւ այլն, ինձ իրանք միանգամից ասեն մենք քեզ ոչ մի բան չենք կարող ասել, մենակ կասենք, որ это азербайджанская вышка։ Դրանից ենքով իրանք էլ ինձ բան չասեցին։ Վերջին հարցս։ Երբ հայտնվեցիք ազատության մեջ, նայեցիք հայլու մեջ, ում տեսակ։ Հայլու մեջ ես ընդհանրապես որ առաջի անգամ ձեռքս հայլի վերցրեցի, դա չեք պատկերացնի, թե ինչ էր իմ հետ կատարվում, որովհետև 14 օր ես երազում էի ինձ տեսնեմ, թե ես ինչ ձևի եմ դառել, ինչ է իմ հետ կատարվում ու յուրաքանչյուր կին հայլին ու սաները իր համար այդ րոպեին այդ իմ համար դառավ մի հատ, ասենք մարդիկ կերազեն տուն ունենան կամ մեքենա, ոսկի, եսի մեջ, այդ րոպեին այդ հայլին իմ համար աշխարհի ամենաթանկ բանն էր, որ իմ ձեռքին հայտնվեց։ Ու ես նայեցի ինձ, տեսա սպիտակած մազերս, սարսափելի ձևով միանգամից սպիտակած մազերս ու չէի հասկանում, թե ով եմ ես, ինչա իմ հետ կատարվում։ Ես երկար ժամանակ չեմ հասկացել, թե իմ հետ ինչա կատարվում, ես մի հատ մեծ ստրեսի մեջ եմ եղել, բայց ցույց չեմ տվել։ Դուք հաղթահարել եք այդ ստրեսը։ Ես արցունքները դեռ կան։ Արցունքները չորանալու հատկությունն են։ Ներկայումս ես տեսնում եմ գեղեցիկ, հայրենասեր եւ ուժեղ կնոջ իմ դիմաց։ Շատ շնորհակալ եմ։ Ես ինձ եմ շատ շնորհակալ։ Դուք եք շատ գեղեցիկ։ Շատ շնորհակալ եմ Աստված օրհնի ձեզ, ձեր գործը եւ միայն հաջողություն լինի ձեր ճանապարհին։